այն հոգեբանական տրավման, որ ինքը պատճառում է այդ երեխային, որևէ ռեաբիլիտացիայի ենթակա չի լինելու։ Դատարանը արգելել է ընդդիմադիր Մայր Հայաստան կուսակցության կալանավորված անդամ Արեգ Նազմանուկյանին խոսել անգամ 13 տարեկան երեխայի հետ։ Բանտից տարածած ուղերձում նախկին պատգամավորը իր նկատմամբ կիրառվող վերաբերմունքը որակել է անմարդկային եւ ցնցող։ Ես այսօր բացարձակապես մեկուսացած եմ աշխարհից եւ զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Արեգ Նազմանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանն Ազատության հետ զրույցում այսօր պնդեց ընդդիմադիր գործչին կալանավորելու ու հարազատների հետ շփման արգելք սահմանելու դատարանի որոշումը խոսում է քաղաքական հրահանգով պատժիչ քայլերի մասին։ Հասկանում ենք, որ այստեղ կա ուղիղ բնականաբար քաղաքական հրահանգ։ Եվ այդ քաղաքական հրահանգի պատժիչ, լրացուցիչ, ռեպրեսիվ գործիքակազմի ամենավառ ապացույցը այդ մանկահասակ, այսինքն դեռահասության տարիքում գտնվող երեխայի հետ շփման արգելքն է։ Լավ, որ դատավարական շահն է, ես անունակ եմ այստեղ ուղղակի բացատրելու, անկարող եմ բացատրելու, թե որ դատավարական շահն է պահանջելու, որպեսզի մայրը չշփվի իր 13 տարեկան աղջկա հետ։ Այդ ինչ պետք է անի, ոնց պետք է 13 տարեկան աղջկա հետ խոչընդոտի վարույթի քննության։ Մենք հասկանում ենք, որ այստեղ անտեսված է առաջին հերթին երեխայի լավագույն շահը։ Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանը կալանավորվեց հուլիսի 9-ին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Փաստաբանի պնդմամբ քննչական մարմինն առանց փաստեր ներկայացնելու ենթադրել է, որ ազգային ժողովի падգամավոր Արեգ Նազմանուկյանը 2024 թվականին մասնակցելով ազգային ժողովի փակ նիստին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել իր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին։ Կալանքի նիստերը փակ են եւ Ազատությունը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու մեղադրող կողմի հիմնավորումներին։ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ տեղում ընդգրկված Թևանյանը կալանավորվեց նախընտրական շրջանում մայիսի 23-ին լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածներով։ Նա եւս մեղքը չի ընդունում, պնդելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Այս գործի շրջանակներում կալանավորված Արեգ Նազմանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը սակայն պնդում է, որ որևէ փաստ չկա, որ Մանուկյանը մասնակցել է խորհրդարանի այդ փակ նիստին։ Մանուկյանը ինքն էլ պնդում է, թե չի հիշում, որ մասնակցել է դրան։ Սահմանազատման հարցով փակ նիստին մասնակցել էին արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Սահմանազատման հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիմա քննչական մարմնի ամբողջ թեզը կայանում է նրանում, որ ենթադրաբար այդ տեղեկատվությունը պետք է փոխանցած լիներ Տիկին Մանուկյանը։ Բայց ենթադրության հիմքով մարդուն կալանավորել այդ չափանիշով բնականաբար եւ քննչական մարմինը նշում է, որ ենթադրաբար, այո, փաստական տվյալներ մատնանշված չեն։ Փաստական տվյալներ մատնանշված չեն, որ հենց ինքն է փոխանցել, այսինքն ամեն ինչը անուղղակի, ասում ենք, քանի որ միևնույն խմբակցությունից են եղել, միևնույն կուսակցությունից են եղել, մտերիմ հարաբերություններ են եղել։ Արեգ Նազմանուկյանը նախորդին բանտից պնդել է, մեջբերում եմ, որևէ հանցանք չի կատարել, ընդամենը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես հասկանում եմ, որ շատերդ գուցե շփոթված եք պետական գաղտնիքի խորհրդավոր շղարշից, շատերդ կաշկանդված եք զգում նման մեղադրանքի լոգ գոյությունից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։ Ըստ Տաթևիկ Սողոյանի դատարանն ընդունել է, որ հիմքեր չկան ենթադրելու, թե Արեգ Նազմանուկյանը փախուստի կդիմի եւ նոր հանցանք կկատարի։ Դատարանը միայն համարել է, թե նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Միայն այս մեկ հիմքով եւ միջին ծանրության մեղադրանքի համար անչափահաս երեխայի մորը կալանավորելը փաստաբանը անթույլատրելի է համարում, նշելով, որ դատավորը կարող էր խափանման այլ միջոց կիրառել, օրինակ գրավ։ Փաստաբանը մեկ այլ հանգամանք է մատնանշում, եթե իրավապահների կողմից մատնանշված ենթադրյալ հանցանքը տեղի ունեցել 2024-ին, ապա ինչու այդ մասին հիշեցին միայն նախընտրական շրջանում եւ այն էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Վարչապետը քարոզարշավի ժամանակ էր հայտարարել, թե ԱԱԾ-ն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի քննչական կոմիտե Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով գործ հարուցելու համար։ Հանցանքեր պետության դեմ, ինչու եք դուք հանցագործներին թողում, որ ազատ շրջեն,
քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ այլն եւ այլն։ Իդեպ, փաստաբանը նաև ահազանգում է ձերբակալվող, ապա կալանավորվող անձանց նկատմամբ կիրառվող անմարդկային պրակտիկայի մասին, ինչի միջով անցել է նաև 46-ամյա Արեգ Նազմանոկյանը։ Փաստաբանը նշում է, որ վաղ առավոտյան ներխուժելով ձերբակալվողի տուն, իրավապահները թույլ չեն տալիս, որ անձը իր հետ հագուստ եւ սնունդ վերցնի եւ մի ամբողջ օր սոված առանց հագուստի տարապում է հակահիգենիկ պատշախցերում։ Այնուհետև տանում են դատարան։ Դատարանում պահում են շատ վատ պայմաններում, խցերում, այդ պահման վայրերը, դրանք այսպես նեղ վանդակատիպ տարածություններ են, խիստ հակահիգենիկ պայմաններում գտնվող, ոչ կարելի է նստել, ոչ կարելի է, չգիտեմ, պարկել այդ բաներում, ու մոտավորապես 5-6 ժամ Արեգ Նազմանոկյանը անցկացրել է այդ խցում առանց սնվելու եւ առանց հագուստ ստանալու հնարավորության։ Փաստաբանի փոխանցմամբ հակամարտկային այս վերաբերմունքի մասին նախկին պատգամավոր Արեգ Նազմանոկյանը տեղյակ է պահել նաև մարդու իրավունքների պաշտպանին։